Պարոն Վարդևանյան, դուք ուղիղ եթերում եք, այսօր հայտնի դարձավ, որ խուզարկություններ են իրականացվել ուժեղ Հայաստան կուսակցության մարզային անի եւ Մարալիկի տարածքներում, ձայնագրություն նաեւ հրապարակվեց, ինչ կասեք այս մասով։ Իմ դիրքորոշումը շատ չի փոխվելու նախկինում արտահայտված դիրքորոշումներից, ձայնագրություններին վերաբերվեք այն տրամաբանությամբ, որ դրանք մոնտաժված ձայնագրություններ են։ Ես իսկապես այս հարցադրումը շաբաթներ առաջ ներկայացրել եմ, հիմա եւս առիթից օգտվելով ներկայացնեմ։ Արդյոք ձայնագրություններ օրվա իշխանության ներկայացուցիչ ուժերի պարագայում առկա չեն։ Ես վստահ եմ, որ դրանք առկա են, բայց ինչի համար դրանք չեն հրապարակվում։ Այսինքն որտեղից այս երկակի ստանդարտը։ Չգիտեմ, արդյոք նկատել եք, թե ոչ այսօր առավոտյան Գոհարը Ղումաշյան, մեր գործընկերը, բավականին հետաքրքիր մի դեպք ներկայացրեց, որը վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործողություններին։ Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ թե պետք է հարցին նայել Երևանի քաղաքապետի պաշտոնի տեսանկյունից, այլ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածու է։ Նվիրել է տեսախցիկ մեկ աղջկա, ում անունը Լիլիթ է կարծես, որևէ մեկը թող հանկարծ չդիտարկի հարցը թիրախավորելով Լիլիթին, որևէ մեկը։ Բայց այստեղ հարցը հենց երկակի ստանդարտների մեջ է։ Վերջինս ընդունում է, որ այո, բարեգործության արգելքի իրենց մեկնաբանման ժամանակահատվածի պայմաններում նվիրել է տեսախցիկ, լուսաբանել է այդ ամենը, որոշակի PR հավելյալ արժեք է ստացել այդ ամենից, բայց մյուս կողմից մենք դեռ հակակոռուպցիոն կոմիտեի որևէ հայտարարություն չենք տեսել։ Իդեպ օրինակ հենց նույն Տիգրան Ավինյան նշեց, որ կարծես դժվարություն է եղել, պետք է ավելի շուտ այդ տեսախցիկը նվիրատվությունը որպես ներկայացվեր, փոխանցվեր, բայց հիմա է արվում։ Ինչ է դա նշանակում, որ երևի թե որոշակի խոսակցություն կա, չէ՞ դրա վերաբերյալ։ Այսինքն հեռախոսազանգ է, չէ՞, երևի արվել պարզելու համար տեսախցիկը որպես նվեր փոխանցվել է թե ոչ։ Պարզել են, հետո վերջինս ասեց, որ դա խնդիր է, որ չէր արվել դա եւ այլն, քանի որ գումարը շատ ավելի վաղ էր փոխանցվել եւ այլ։ Բայց հիմա օրինակ այդ խոսակցության ձայնագրությունը չեն ուզում հրապարակել կամ էլ չասեմ հարկադրանքի միջոցների։ Ես օրինակ հարկադրանքի միջոցների մասով ինքս չեմ ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել, որովհետև ես իսկապես ունեմ այն համոզմունքը, որ մենք ունենք մարդասիրության ճգնաժամ եւ մարդասիրության ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտություն, անկախ թե որ քաղաքական թիմից կլինի անձը։ Պարոն Վարդևանյան, այնուամենայնիվ հանրությունը ինչպես համոզված լինի, որ այդ ձայնագրությունները իրապես ինչպես դուք եք պնդում, մոնտաժված է, չի համապատասխանում իրականությանը, որովհետև պարբերաբար գրեթե ամեն օրը մեջ իրավապահ կառույցը հրապարակում է ձայնագրություններ, այսօրվանն էլ հստակ գումարի մասին է նշվում, ակտիվիստին 80,000, այս մեկին այսքանը։ Չէ, մի հատ հանգամանք նշեմ էլի բոլոր դեպքերում, որ պատկերացնեք, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, կարող է դա զարմանալի թվա ինչ-որ մեկի համար, բայց ունենում են աշխատողներ։ Այսինքն աշխատանքային հարաբերության սուբյեկտներ հանդես են գալիս։ Գործատու աշխատող փոխհարաբերություն է լինում։ Հիմա ձեզ թվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը աշխատողներ չունի, միայն կուսակցության անդամներ ունի։ Ոչ։ Այնտեղ նույնիսկ լրատվականներից մեկը հենց իր էությամբ ձևով հենց իրենց հաստիկային աշխատողներն են։ Հիմա իրենց աշխատողներին ընտրակաշարք են տալիս։ Ես գործի հանգամանքները չեմ տիրապետում։ Ես ուղղակի տիրապետում եմ այլ գործերից ելնելով այն հանգամանքին, նույն օրինակ լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի դեպքով իսկապես ձայնագրությունները, որոնք հրապարակվել էին, մոնտաժված են։ Այնտեղ օրինակ էական նշանակություն ունի, չէ՞, երբ մարդիկ օրինակ միմյանց հետ խոսելու ընթացքում վերջում ծիծաղում են։ Օրինակ դա նշանակություն ունի թե ոչ։ Հիմա օրինակ այդ հատվածները հանվում են։ Դա չեղավ, որ մոնտաժվում է եւ կոնտեքստից կտրվում է։ Այլ գործողություններ եւս անում են։ Իսկ այն, որ այդ ձայնագրությունները, հիմա օրինակ ես նկատեցի 3 Սիսյանի որոշակի ներկայացուցիչների հետ կապված ինչ որ էլի ձայնագրություններ հրապարակվել։ Ես կարող եմ ձեզ ասել, որ առնվազն իմ տվյալներով այդ ձայնագրությունները ունեն այնպիսի վաղեմություն, որը վերաբերում է մարտ-ապրիլ ամիսներին։ Կարծես մենք հիմա մայիս ամսվա մեջ ենք գտնվում։ Այսօր մայիսի 8-ն է։ Հիմա հարց է առաջանում, իսկ ինչի է հիմա դա հրապարակվում։
դուք դրանով կգտնեք բոլոր ձեր բարձրաձայնած հարցերի պատասխանները։ Այստեղ ոչ թե մենք խոսում ենք դասական, քրեական հետապնդումների մասին, այլ քրեական, քաղաքական հետապնդումների մասին։ Իսկ այն, որ ցանկացած ընտրակաշառքի կամ բարեգործության արգելքի խախտումները, լինի դա Թալինի համայնքի ղեկավարը, լինի դա նույն օրինակ Տիգրան Ահավինյան կամ որևէ մեկ այլ անձ, որը այսպես ասած առնչվում է ուժեղ Հայաստանի հետ, իհարկե անընդունել է։